Ռուսաստանում կան հայեր իրանց խողովակներում, իրանց շրջապատի մեջ հարգանք ունեցող, ես ոչինչ չեմ ասում այդ մարդկանց նկատմամբ, բայց երբ որ իրանք հայկականության մեջ են մտնում, ես ուզում եմ ասեմ ստոպ։ Ես այս պահին հիշեցի մեր 90-ական թվի ավտորիտետներին, օրինակ Սվոյ Ռաֆին, ես հիշեցի Քոչարյան Համլետին, ինչու՞ չէ ձեր Խասանին, տղեկ էին, որոնք ասենք ավտորիտետների տղամարդիկ էին, որոնք ասենք ապրում էին իրանց օրենքներով, իրանց օրենքները իրանց հասել էր այն ոլորտում, որտեղ իրանք թագավորներ էին, սենց ասեմ, ու այդ ժամանակահատվածում հայերը լավ, ոնց որ լավ էին իրանց զգում, թե Ռուսաստանում, թե Մոսկվայում, այսօր կան մարդիկ, որ ունեն այդ ավտորիտետները, բայց ասենք հայ ժողովրդին հեռավոր Մոսկվաներից ասում են ախպեր խելոք մնացեք, կոպիտ ասած հասարակով թարգմանեմ, ձեր արածը ռուսաց թագավորի դուրը չի գալի, իմաստը էդ է, հիմա ես ուզում եմ պատկերացնեմ, ես ոչ մի ձև չեմ կարող պատկերացնեմ, որ խոսքի դքի նորիկ կամ ասենք Սվոյ Ռաֆը կամ ասենք Համլետը Քոչարյան զանգեր իր խողովակներով կամ ելույթ ունենար, ոնց որ ես ասել պետք չէ էլի սենց անել։ Դրա համար էլ իրանց վերացրեցին։ Դրա համար KGB-ն իրանց վերացրեց, որտեվ այդ տղաները չէին անցնեն կարմիր գծերը, որ այսօր անցնում եք դուք։ Միթե դուք չեք հասկանում, որ Ռուսաստանը արդեն գոյություն չունի։ Ինքը նման է մի ակնորի, որի գլուխը կտրել են, ինքը իներցիայով այդ իր բոստանով վազում է։ Եթե չեք հասկացել, շուտով հեսա դուք ակնատես կլինեք այդ երևույթի վերջնակետին։ Ու եթե դուք ձեզ լավ եք զգում, մի հենց արեք, որ հայ ժողովուրդը վատ զգա։ Ձեր եղած ոնց որ ասում են սոուսով տապակվեք, не суйтесь свой нос там, где вы не живете։ Շնորհակալություն ուշադրության համար, ավելացնեմ, ինչ եմ այդ կանոնվերին ասում Սվոյ Ռաֆի, որտեղ Սվոյ Ռաֆը ընկերություն է հորս հետ արել, չնայած 7 տարի հորիցս տարիքով մեծ ա եղել, ես էլ ընկերներ ունեմ, օրինակ Առաքելյան Վովան, Տիգրան Մեծի ջոկատի ղեկավարը, ինքն էլ է ինձնից մի հատ կամ մեծ, լավ եղեք։